Այսօր ստացվելու այնպես, որ մի քանի լուք ենք կազմելու։ Պատճառը իմ չկողմնորոշված լինելն է։ Ուզում եմ խոսել 2025 թվականի իմ ձեռքբերումների մասին։ Ավելի ճիշտ, տարվա երկրորդ կեսի մասին, որը շրջադարձային էր։ Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել մի մարդու, ով մեծ դեր է ունեցել այս ամենում։ Մարդու, առանց որի գուցե ես երբեք չհամարձակվեի անել այս քայլը։ Մարդու, ով հավատում է իմ ուժերին դեռ հեռավոր 2011 թվականից։ Խոսքը իմ դասղեկ ընկեր Գևորգյանի մասին է։ Այո, ընկեր Գևորգյան, հենց դուք եք ազդել այդ որոշման վրա։ Դպրոց ընդունվելը պատահական որոշում չէր։ Երբեք չէի մտածի, որ երեխաների հետ աշխատանքը կարող է այսքան կենդանի եւ իրական լինել։ Ոչ միայն սովորում են քեզնից, այլ նաև մոտիվացնում։ Իրականում իմ յուրաքանչյուր աշակերտի շատ սիրում եմ ու իրենք էլ ինձ, վստահ եմ։ Դրա մասին չեմ վկայում գնահատականները եւ բոլորի գնահատականները 9 եւ 10։ Այն, որ ենք դասերից գիտելիք ենք հաղում։ Հենց այս փորձն էլ ազդեց ինձ վրա, ուժեղացրեց ցանկությունը սեփական դպրոց բացելու։ Ընդհանրապես չեմ կողմնորոշվում։ Իմ սիրելի գոլեգա, իմ դասղեկ, ես ձեզ անսահման շնորհակալ եմ, ընկեր Գևորգյան ջան։ Շնորհակալ եմ ձեր խոսքերի, մեր զրույցների համար։ Առանց դրանց իմ 2025 թվականը այսքան հագեցած, ամբողջական եւ իսկապես իմը չէր լինի։ Շնորհակալությունները լինում են տարբեր։ Իմը այսօր քաղցր է Ֆերերոյի հետ։ Հաճախ բարերը չեմ բավականացնում նկարագրելու այն շնորհակալությունը ստացումները, որոնք ապրում են ես։ Եվ դրա համար ես դա կանեմ հատուկ բացիկի միջոցով, որը կստեղծեմ Ֆերերոյի կայքում։ Սա կարող է անել ձեզնից յուրաքանչյուրը։ Պարզապես պետք է մտնել կայք եւ լրացնել բացիկը։ Կարևոր խոսքերի ու զգացմունքների արտահայտումը այս ձևով հաճելի հավելում կլինի քաղցր օրերին։ Այնպես որ օգտվեք։